Այն մեծ անհատը, ում մասին հիմա պիտի խոսեմ մեր մշակութային օրագրում, դատապարտեց քաջաբար, խոսեց արդար ու ազնիվ, իր քննադատական խոսքը ասեց սովետական պետության դեմ, երբ մեր սովետական զորքերը ներխուժեցին Աֆղանստան։ Հետևանքը բնական էր այն տարիներին։ Ինք ակադեմիկոս զրկվեց բոլոր կոչումներից, պարգևներից, մրցանակներից և 1980 թվականին Մոսկվայից աքսորվեց գործի։ Տարիներ շարունակ այդ մեծ մարդը աքսորյալ էր սովետական տարիներին։ Կինը, իր սիրելի կինը, Լուսիկը, որ ազգությամբ հայ էր, կամավոր հետևել է նրան։ 1986 թվականին Միխայիլ Գորբաչովը թույլ տվեց Սախարովին և նրա կնոջը Ելենա Բոներին վերադառնալ Մոսկվա։ ԽՍՀՄ ֆիզիկոս, քաղաքական գործիչ, սովետական ջրածնային ռումբի հեղինակ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովը, որ համարվում է մեր դարաշրջանի խիղճը և երկար տարիներ ու տասնամյակներ պիտի համարվի, ծնվել է 1921 թվականի մայիսի 21-ին։ Կնոջ հետ Ելենա Բոների հետ, ում սիրով Լուսիկ կամ Լուսիա էր անվանում, ծանոթացավ 1970 թվականին։ Սա հայկական էջն եմ բացում ձեր առջև Անդրեյ Սախարովի գործունեության ու անձնական կյանքի։ Ելենա Բոները հայուհի էր հայրական կողմից։ Նրանց միությունը դարձել էր ոչ միայն անձնական, այլև մտավոր գործընկերություն։ Հարազատ քաղաքական նույն կարծիքներն ու տեսակետներ ունեցող մարդիկ, այդ է պատճառը, որ Սախարովի օրագրում գրում է. Լուսիան ինձ շատ բան է հուշել, որը ես այլ կերպ չէի հասկանա և չէի անի, նա մեծ կազմակերպիչ է, նա իմ ուղեղի կենտրոնն է, ինչ երջանիկ ամուսնություն, ինչ երջանիկ կյանք, որ վիճակված էր ահա այս մեծությանը։ Նրանց ծանոթությունը տեղի ունեցավ հանճարեղ ֆիզիկոսին աշխատանքից հեռացնելուց հետո։ Ելենա Բոները գնաց դեպի Անդրեյ Սախարովը նրա կյանքի ամենադժվար պահին և ամուր հենարան դարձավ մեծ գիտնականի համար, ամուր ընկեր, հավատարիմ բարեկամ։ Նրանց երջանկությունը 17 տարի տևեց։ Դրանք պայքարի ընկերներ էին, միշտ իրար թիկունքի կանգնած։ Սախարովը հատուկ ուշադրություն էր դարձնում Արցախի խնդրին։ Դուք գիտեք, որ պայքարող այն մտավորականներից ու գիտնականներից մեկն է, որը սովետական միության գլխավոր օրենսդիր մարմնում համարձակորեն խոսում էր Արցախի խնդրի արդար լուծման պահանջի ու անհրաժեշտության մասին։ Սկսած 88 թվականից փետրվարի Սումգայիթյան ջարդերից։ Նա այդ հարցը, Արցախի հարցը, դիտարկում էր մարդու իրավունքների հռչակագրի դիրքերից, պնդելով, որ բոլոր ժողովուրդները իրավունք ունեն իրենց ճակատագիրը ազատորեն որոշելու, ազատ կամ արտահայտությամբ։ Նա մերժում էր ռեպրեսիվ մեթոդները և ձգտում էր, որ Արցախի օրինակով հաղթեն նոր քաղաքականության սկզբունքները, դրանում տեսնելով արմատապես վերափոխված ԽՍՀՄ-ի պահպանման հնարավորությունը։ Ահա ամենակարևոր հարցը։ Արդարություն չեղավ Արցախի հարցում և կործանվեց մեծ տերությունը։ Եվ բնական է, որ սիրելի բարեկամներ, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղադրվեց մեծ գիտնական, մեծ հայասեր, մեծ մարդասեր Անդրեյ Սախարովի հուշարձանը։ Ժամանակին մեծ գիտնականը ասում էր. եթե ադրբեջանցիների համար Ղարաբաղի հարցը ամբիցիաների հարց է, ապա հայերի համար գոյատևման խնդիր է։ Համոզված էր մեծ գիտնականը և ասում էր. եթե որևէ մեկը կարող էր կասկածել դրանում մինչև Սումգայիթը, ապա այդ ողբերգությունից հետո ոչ մեկի մոտ լղիմը Ադրբեջանի կազմում պահպանելու համար ոչ մի բարոյական իրավունք ու հնարավորություն չի մնում։ Սախարով մահացել է 1989 թվականի դեկտեմբերի 14-ին Մոսկվայում։ 1991 թվականին Երևանի
հրապարակներից մեկը անվանակոչվել է նրա անունով, իսկ 2001 թվականին տեղադրվել է ակադեմիկոսի հուշարձանը, որը առաջինն է նախկին ԽՍՀՄ տարածքում։ Ես նաև ուզում եմ ավելացնել, որ Սախարով Բոներ զույգը Եվ վերադարձավ Սախարով աշխատանքի անցավ ֆիզիկայի ինստիտուտում եւ Բոները ակտիվ սկսեց զբաղվել հասարակական գործունեությամբ, ապա Սախարով ընտրվեց падգամավոր, նրանք նախկինի պես սիրում էին իրար, իդեմս կնոջ Սախարովը գտել էր հարազատ հոգի, նվիրված համախոհ եւ համատարիմ ամուսին։ Ահա մի էջ համաշխարհային առումով մտավորականության, ազնիվ մտավորականության պատմություն։